Սիրելի հայրենակիցներ, ելույթս վերնագրված է Հայ ազգային կոնգրես դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ և համաձայնեցված է դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների հետ, ինչը նշանակում է այս ելույթը կոնգրեսի միասնական տեսակետն է։ Հայ ազգային կոնգրեսը թերևս Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Իր քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում կոնգրեսը թե տեսական, թե գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջև դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր։ Առաջին, ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը և երկրորդ, սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։ Վերջին 4 տարիներին վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետևանքով իդերև են ելել իշխող կուսակցության և գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները։ Բոլորը Հայաստանի համախառն ներքին արդյունքը և պետական բյուջեն նվազել են 11%-ով 4 տարվա ընթացքում։ Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը։ Երկրի արտաքին պարտքը 1,5 միլիարդ դոլարից հասել է 3,8 միլիարդի։ Գումարային գնաճը, այսինքն ապրանքների թանկացումը, կազմել է 37%, իսկ բարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները աճել են 46%-ով։ Դրամը արժեզրկվել է շուրջ 25%-ով։ Դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Այս աղքատ չքավոր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ 5 միլիարդ դոլար։ Այսինքն այն ժողովրդից գողացված փողերը, որ գոնե Հայաստանում ներդնեին, տանում են արտասահմանում են ներդնում։ Մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին, Ամերիկային, Ֆրանսիային, նրանց չափ կապիտալ ենք արտահանում մեկ շնչին ընկնող չափով։ Կոռուպցիայի ինդեքսով, այսինքն թալանի ինդեքսով, Հայաստանը աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը։ Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը և մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին։ Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի, սրանք պաշտոնական թվերն են։ Վստահ եմ, այդ աղքատության տոկոսը շատ ավելի բարձր է Հայաստանում։ Պաշտոնական տվյալներով, էլի պաշտոնական, Հայաստանից այս 4 տարվա ընթացքում արտագաղթել է 120,000 մարդ։ Հանցագործությունների և ծանր իրավախախտումների թիվը 8,000-ից հասել է 16,000-ի 4 տարվա ընթացքում։ Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի։ Շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում։ Խաղաղ պայմաններում
4 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը բանակում տիրող արատավոր բարքերի և ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով։